Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, առաջին ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել հետաքրքիր թեմաների մասին եւ մի նմանատիպ թեմայի մասին էլ խոսելու ենք հիմա մեր հաջորդ հյուրերի հետ եւ այսպես այս տարի ամերիկյան անկյան հիմնադրման 20-ամյակն է։ Ինչ է սա նշանակում, կիմանանք մեր հյուրերից, որոնք արդեն տաղավարում են։ Այո, իսկ մեր հյուրերն են Տաթևիկ Հովսեփյան, Հայաստանում ամենադեսպանատան հանրային դիվանագիտության մասնագետ, Հայաստանում ամերիկյան անկյունների տնօրեն եւ Նեյթան Օսթին, Հայաստանում ամենադեսպանատան մշակութային կցորդ։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք միջի եթերը սկսել ասացինք, որ սրանք ամերիկյան կենտրոններ են, ոչ միայն ամերիկյան անկյուններ են, եւ առաջարկում եմ արդից օգտվելով նախ սկսենք պատմությունը սկզբից 2005 թվականին է հիմնադրվել առաջին ամերիկյան կենտրոնը, ինչ նպատակով, ինչպես եւ ինչպես է սկսվել այս պատմությունը։ You want me to start? Yeah. Դե ինչպես արդեն ասեցիք, առաջին ամերիկյան անկյունը հիմնադրվել է 2005 թվականին։ Ամերիկյան անկյունները փաստացի ամերիկյան կենտրոններ են, որտեղ իրականացում են ծրագրեր մի քանի առանցքային ուղղություններով, տեղեկատվություն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, կրթական խորհրդատվություն, ինչպես սովորել բարձրագույն կրթական հաստատություններում ԱՄՆ-ում, անգլերեն լեզվի ուսուցում, մշակութային ծրագրեր, մասնագիտական հմտությունների զարգացում, մի խոսքով հենց նպատակը այդ է, որ տարբեր ծրագրեր իրականացնեն մեր ամերիկյան անկյուններում, որոնք շատ կարևոր է նշել, որ տրամադրվում են անվճար, այսինքն չնայած պետքարտուղարությունը մեծ մասը ծրագրերի վճարում է, բայց մեր քաղաքացիների, մասնակիցների համար ծրագրերն իրականացվում են անվճար։ Եվ 2005 թվականին 20 տարի առաջ բացվեց առաջին ամերիկյան անկյունը Երևանում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում, եւ երկրորդը անմիջապես բացվեց Գյումրիում, չնայած այս տարի մենք վերաբացեցին Գյումրին արդեն նոր լոկացիայում, բայց 2005 թվականին բացվեց երկու ամերիկյան կենտրոն Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն 20 տարի է գործում է կենտրոնը։ Այո, եւ նշեմ, որ 700 ամերիկյան կենտրոններ կան ամբողջ աշխարհում, 140 երկրներում, որոնցից փաստորեն 6-ը հենց Հայաստանում են։ Հենց այստեղ են։ Ինչպես կգնահատեք այս 20 տարիների կատարած ձեր աշխատանքը, ինչ այսքան է կարելի ասել։ Իրականում շատ մեծ աշխատանք է տարվել, ես իհարկե չեմ կարող ասել, որ 20 տարի է դեսպանատանն եմ աշխատում, բնականաբար իմ նախկին գոլեգաներն էլ իրենց ներդրումն ու ջանք ունեն այս 20 տարվա ամերիկյան կենտրոնների գործունեության հաջողության մեջ, բայց այսպես ստատիստիկայի տեսանկյունից ասեմ, միայն վերջին 10 տարում մեր ամերիկյան անկյուններում, կենտրոններում մենք ունեցել ենք 1 միլիոնից ավել այցելու եւ ծրագրի մասնակից։ Իհարկե բոլոր ամերիկյան անկյուններում եւ եթե սա միայն վերջին 10 տարվա ստատիստիկաներ, եթե նայենք 20 տարվա կտրվածքով կրկնապատկենք, գուցե եւ շատ ավելի շատ եւ իհարկե հարյուրավոր ծրագրեր ենք իրականացնում։ Մենք կփորձենք այսպես նաեւ ոչ համընթաց թարգմանությամբ շփվել մեր հյուրերի հետ, այո։ Ինչպես եք դուք գնահատում այս 20 տարիների ընթացքում ամերիկյան անկյունների կատարած աշխատանքը Հայաստանում մասնավորապես։ So how you evaluate the work of American Corners within the last 20 years in Armenia? I think they've been, a wonderful symbol of the partnership between the United States and Armenia and have really shown how interested Armenians are in learning about the United States. Հետաքրքիր է տեսնել հայերի հետաքրքրությունը Միացյալ Նահանգների մասին ավելի իմանալու հարցում։ Եվ մենք հպարտ ենք, որ ամերիկյան անկյուններ 1 միլիոնից ավել այցելու է եղել վերջին 10 տարվա ընթացքում, այլ չեմ խոսում 20 տարիների ընթացքում, հարյուրավոր ծրագրեր են իրականացվել եւ դրական արձագանք, դրական գնահատական ենք ստացել։ Եվ մարդիկ բարձր են գնահատում այն աշխատանքը, որ իրականացվում է, եւ մենք կարողանում ենք գոհացնել նրանց հետաքրքրությունը Միացյալ Նահանգների վերաբերյալ։ Ես հիշում եմ, երբ առաջին ամերիկյան անկյունը բացվեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, ես այդ ժամանակ եւս պատանի էի, դեռ դպրոցում էի սովորում, եւ հիշում եմ, թե ինչ նշանակություն է ունեցել նաեւ իմ կյանքում այս կենտրոնը, որքան կարեւոր նաեւ ռեսուրսներ է տրամադրել աշակերտերին եւ ժամանակին անգամ TOEFL հայտնի քննության պարապմունքներ են կազմակերպվում այստեղ այ հետաքրքիր է հիմա ինչ ծառայություններ է տրամադրում այս կենտրոնը աշակերտներին մասնավորապես։ Yeah, that's wonderful. As you can see, anybody who attends our corners can be on Հրաշալի է national բոլորը, television. ովքեր մեր կենտրոններ այցելում են, ի վերջո հանրային հեռուստաընկերության եթերում են հայտնվում, շատ բան ենք առաջարկում։ Անցած տարվա մեր ամենասիրված ծրագրերից
Մեկը TOEFL-ի նախապատրաստական դասընթացներն էին, դրանք անվճար էին, դրանք բավականին թանկ արժեցող դասընթացներ են եւ մենք կարողացանք դա անվճար առաջարկել։ Արհեստական բանականության, գրագիտության դասընթացներ առաջարկեցինք, անգլերենի դասընթացներ միշտ շատ սիրված եւ պահանջված են։ Եվ նաեւ մարդիկ, ովքեր ձեր նման եղել են Միացյալ Նահանգներում, հաճախ որպես կամավոր վերադառնում են ամերիկյան կենտրոններ եւ իրենց փորձով կիսվում են եւ թե հայերը, թե ամերիկացիները իրենց ներդրումն են ունենում կենտրոնների գործունեության մեջ։ Ինչ նոր ծրագրեր, նոր առաջարկներ կան, որ մենք կսպասենք ամերիկյան կենտրոնից։ Այո, 2026 թվականին նույնպես շատ հետաքրքիր ծրագրեր են սպասվում, դե TOEFL-ը որպես ամենահայտնի ծրագիր կշարունակվի իրականացվել մեր բոլոր ամերիկյան կենտրոններում, անգլերենի դասընթացներ եւ շատ փակագծերը չբացենք, բայց ինչպես գիտենք, մյուս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակն է եւ շատ ծրագրեր հենց ուղղված կլինեն այդ տոնակատարությունների անցկացմանը. I'm talking about the 250th anniversary. Այո, եւ իհարկե բոլոր հայտարարությունները, ինչ ծրագրեր են սպասվում, ովքեր կարող են դիմել, ինչ պայմաններով եւ այլն, կարող են հետեւել ամերիկյան կենտրոնների, ամերիկյան անկյունների Facebook-յան եւ Instagram-յան էջերին եւ տեղեկանալ, թե որ ամսում ինչ ծրագրեր կան, որին կարող են մասնակցել, եթե հետաքրքրված են։ Ես գիտեմ, որ մեր հյուրերը սովորաբար չեն սիրում փակագծերը բացել, բայց մենք միշտ փորձում ենք կորզել, չէ՞, ամեն ինչ անել, որ այդ փակագծերը գոնե մի փոքր բացվեն, կամ շակերտները մի փոքր այսպես բացվեն, որովհետեւ հերոսադիտողն շատ հետաքրքիր է։ Վստահաբար, եւ քանի որ կարևոր տարի է գալիք տարին, հետաքրքիր է գուցե թե ոչ միայն ամերիկյան անկյան հենց տրամաբանության կամ այդ ձևաչափով, այլ առհասարակ ինչ մշակութային նախագծեր եք պատրաստում իրականացնել գալիք տարի այս տոնին ընդառաջ։ Cultural programs related to 250th anniversary of the US. Yes, we have a lot of those coming, right? This year we celebrated 20 years of American Corners. Այս տարի ամերիկյան կենտրոնների 20 տարին ենք նշում, եկող տարի Միացյալ Նահանգների ազատության անկախության 250-ամյակն են նշվում եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք մեր ծրագրերը հասանելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց, ոչ միայն ամերիկյան կենտրոնների միջոցով, այլ նաեւ մեր այլ ծրագրերի շրջանակում մենք դիտարկում ենք հնարավորությունները նաև հասկանալու թե ինչ են ուզում մարդիկ իմանալ Միացյալ Նահանգների մասին։ Մենք մինչ եթերսերը հենց խոսում ենք նաև փոխանակման ծրագրերի մասին, որոնց պարզվեց նաև շրջանավարտները մենք ենք միասին եւ կարծում եմ երկուսեր կարող ենք փաստել առիթից օգտվելով, որ յուրաքանչյուր բախտավոր մարդու համար, որը դառնում է փոխանակման ծրագրի շրջանավարտ, սա իհարկե կյանքը փոխող ինչ-որ առումով եւ շատ կարեւոր փորձառություն է։ Այ հետաքրքիր է ինչ նմանատիպ ծրագրեր կան գալիք տարի, ինչպես մարդիկ կարող են առհասարակ իմանալ այս ծրագրերի մասին եւ ամերիկյան կենտրոնների օգնությամբ նաև մասնակցել։ Ես մասամբ կասեմ, հետո Նեյտենի խոսքը կտրամադրենք մյուս ծրագրերից խոսելու, իսկապես փոխանակման ծրագրերը թվում է թե գնում ես լեզու սովորելու համար, բայց իրականում փոխում է քո ամբողջ բնավորությունը, ավելի ինքնուրույն է դառնում եւ այլն, աշխարհայացքը միանշանակ եւ ամերիկյան կենտրոններում, ինչպես արդեն նշեցինք, տեղի են ունենում ծրագրեր, որոնք ուղղված են ուսուցման խորհրդատվությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը իրականացվում է հիմնականում ամերիկյան խորհուրդների եւ Education USA-ի կողմից եւ ցանկացողներով, ովքեր ցանկանում են մասնակցել այդ ծրագրերին, կարող են այդ տեղեկատվական միջոցառումներին մասնակցել եւ սովորել, թե ինչպես կարող են դիմել, ինչպես կարող են հետագայում իրենց գիտելիքները կիրառել եւ այլն։ Խոսքը այս պահին գնում էր Flex ծրագրի մասին, բայց Նեյտենը կարծում եմ խոսի նաեւ այլ ծրագրերի մասին։ Նեյտեն, could you please talk about the other exchange programs that we have and how people can apply? Yeah, one of the great things about the American Corners is we do outreach to tell people about այս կենտրոնների միջոցով մարդկանց նաև ներկայացնում ենք այն տարբեր ծրագրերը, որ մենք ունենք 15-16 այդպիսի ծրագրեր, սկսած Flex ծրագրերից, որին մասնակցում են ավագ դպրոցի աշակերտները, ամենախելացիները, մինչև ծրագրեր, որոնց ներառվում են խորհրդարանականները, մենք ունենք Fulbright-ի ծրագիրը, միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը եւ մարդկանց կենտրոնների միջոցով տեղեկացնում ենք դրանց մասին եւ նաեւ մեր պետությունների միջև իրականացվող ծրագրերի համար եւ այդ ծրագրերի մասին իմանալու համար իսկապես ամերիկյան կենտրոնները շատ լավ վայր են։ Հայաստանի 5 մարզերում կան, չէ՞, ամերիկյան կենտրոնները։ Այո, մենք ամերիկյան կենտրոններ ունենք բացի Երևանից նաև Կապանում, Վանաձորում, Չարենցավանում, Գյումրիում եւ կցանկանայի նաև նշել, որ հետաքրքրություն այնքան շատ է այլ մարզային քաղաքներում, որ այս տարի բացառության կարգով մենք եւս 7 քաղաքում իրականացրեցինք ծրագրեր՝ Դիլիջան, Իջևան,
Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, փորձեմ հիշել բոլոր քաղաքները գավառ, մի խոսքով 7 քաղաքում, այո, իրականացրեցինք նմանատիպ ծրագրեր եւ երիտասարդները շատ գոհ էին, քանի որ չնայած on-line դասընթացներ ունենում ենք հաճախ, բայց ոչ այնքան, որ բոլորը կարողանան մասնակցել, դրա համար առիթ էր, որ այս տարի եւս այդ մարզային քաղաքներում երիտասարդները մասնակցեն ծրագրերի։ Իսկ առաջիկայում սպասենք, որ տարբեր մարզերում նաեւ Հայաստանում կբացվեն ամերիկյան կենտրոններ։ Ինձ թվում է այս հարցը Nathan, can we expect having more American corners in the other regions of our We're doing the best we can. Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, այո, պահանջարկ շատ կա, մարդիկ ցանկանում են, մենք կուզենայինք կփորձենք ապագայում եւս ընդլայնել, բայց Տաթևիկն է այդ հարցերով զբաղվում։ Իրականում ցանկությունը կա եւ նպատակ ունենք, ուղղակի չի ուզես պահին ինչ որ խոստումն է տալ, բայց միանշանակ հետաքրքրությունը եւ նպատակը կա, քանի որ պահանջն էլ կա, անդադ ստանում ենք տարբեր հարցումներ կազմակերպություններից։ Մենք վստահ ենք, որ այս նպատակները կիրականանան եւ նաեւ վստահ ենք, որ գալիք տարի 2026-ին առիթները շատ կլինեն ձեզ հերթական անգամ մեծ մոտ հյուրընկալելու, թե խոսելու ԱՄՆ 251-ի անկախության, թե իհարկե բոլոր մյուս ծրագրերի, որոնք դուք իրականացնում եք, այնպես որ հրաժեշտ չենք տալիս ենք միայն 2025-ի համար, 2026-ին վստահաբար դեռ կհանդիպենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Եվ շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Լսենք երաժշտություն, Միկա։ Այո, ես շատ լավ ճիշտ ասացի, լսենք երաժշտություն։